Ես ուզում եմ ժողովուրդ ջան ոստիկաններին հետևյալ ուղերձը հղել։ Ես Արման Թաթոյանն եմ, ես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն եմ եղել։ Ես աշխատել եմ իրավապահ մարմիններում, ես աշխատել եմ դատական համակարգում եւ շատ լավ պատկերացնում եմ ինչպիսին են իրավապահ մարմինների խնդիրները։ Շատ լավ պատկերացնում եմ ինչ հարցեր պետք է։ Ես գիտեմ, որ մեր ոստիկանների իրավապահ մարմինների մեծ մասը համաձայն չի այն քաղաքականության հետ, որ այս իշխանությունը տանում է։ Ես վստահաբար գիտեմ դա, որովհետև շատ մարդկանց եմ ճանաչում, այդ մարդիկ էլ ինձ են ճանաչում։ Ես ուզում եմ հատուկ ասել, որ մեզ հետ դուք լինելու եք ավելի պաշտպանված, ժողովուրդ ջան, ու էսի կոնկրետ ինչ-որ քաղաքական ուժի հարց չի այս պայքարը։ Սա մեր երկրի, մեր Հայաստանի համար է։ Դուք նայեք, խնդրում եմ, իրավապահ մարմինների աշխատողները, ում օգտին եք դուք քվեարկում, դուք ոչ մեկ ձեզ չի ներգրավելու անօրինական խաղերի մեջ։ Ես խոստանում եմ, դուք լինելու եք արժանապատիվ, պաշտպանված։ Մի հատ ոստիկանների հետ կապված հետևյալ բանը ասեմ։ Նայեք, ժողովուրդ, այս իշխանությունը ինչպես է ձեզ վերաբերվում, չէ՞։ Ասենք հենց ձեզ ամեն ձև ծառայեցնում է իր շահերին, ոստիկաններին։ Հենց մի հատ իրանց շահերին օգտին մի հատ վատ բան եղավ, օրինակ ինչ որ մի բանի հետ համաձայն չեն, չէ՞։ Մի անգամից այդ ոստիկանից ազատվում են, այդ դատախազից ազատվում են, այդ քննիչից ազատվում են մի անգամից։ Ու կյանքում ոչ մի բան անգամ, տեսեք հələ իրանց վերաբերմունքը, անգամ չեն մտածում, լավ, այս մարդը օրինակ մեր քաղաքական շահերի համար աշխատել է։ Դուք ոչ միայն չեք նման բաների մեջ ներգրավելու, դուք լինելու եք պաշտպանված, ժողովուրդ ջան, ոչ մեկ ձեզ անօրինական բաների մեջ չի ներգրավելու։ Ես ձեր աշխատանքի արժեքը լավ գիտեմ։ Ես տեսել եմ պատերազմի ժամանակ ինչպես են ձեր ընկերները, ոստիկանները զենքը ձեռքին կռվում եւ հանուն հայրենիքի պատրաստ կյանքը տալու։ Դուք լուրջ ծառայություն անցած մարդիկ եք, դուք գնդապետներ, փոխգնդապետներ, լեյտենանտներ եւ այլն, ամեն մեկը ունեք ձեր հետևում կանգնած ամուր, ուժեղ փորձ, ծառայություն, դուք հələ մի հատ նայեք սենց էլի, ասում եք ով է ձեզ ստիպում իր ժամանակ, դուք ուզում եք, որ այդպիսի ղեկավար մենք ունենանք հետագայում, ժողովուրդ ջան, ոստիկանները հələ սենց մտածեք էլի, ոչ մեկ չի կարողանալու ձեզանից խլել վերահսկել, թե դուք ում օգտին եք քվեարկում, ոստիկաններին եմ դիմում հատուկ իրավապահ մարմիններին։ Ես երաշխավորված եմ ասում, ամեն ինչ գաղտնի է։